Ինչ վերաբերվում է ընտրության օրվան, մենք մեր տվյալները ունեինք, ստանում էինք մեր տվյալները, մեր վստահված անձանցից, իրենք երբ կանգնեցրին ընտրական process-ը, ինքը հայտարարություն արեց, մեր մոտ հաշվարկված էր մոտ 10%-ը։ Եվ դուք երևի հիշում եք, որ գիշերը ես հայտարարություն արեցի, ինքը, չգիտեմ, դուք տեղյակ եք, եթե չէ, կարող եք ստուգել 200,000 ձայն ստուգելուց հետո ինքը ուներ 58%։ Երբ հասավ 700, պլյուս մինուս, կարող է մի քիչ էս կողմեն կողմ, էլի, ինչքան հիշում եմ։ 700,000 ձայնի դեպքում ինքը հասավ 50%։ Եվ այնպիսի տեմպերով էին իրենք փլվում, որ մենք իրոք վստահություն ունեինք, որ մինչև վերջ հաշվարկի դեպքում մեր բոլոր հաշվարկներով, բոլոր մաթեմատիկական, քանի որ այդ ժամանակ մնացել էր Երևանի չհաշվարկված մոտ 350,000 ձայն, Վանաձորի 50%-ը, Աբովյանի 50%-ը, Գյումրիի 37%-ը, այսինքն մնացել էին մեծ քաղաքները, մենք շատ վստահ էինք, որ իրենք փլվելու են մինչև 40%։ 5 ամիս մենք արել ենք հարցումներ, իր առավելագույն թիվը, որ եղել է, դա եղել է 40%։ Դա վերջի հարցումներն էր, որ մենք տեսանք, որ ինքը կարող է ամենաշատը հավաքել 40% ու ԿՊ-ն։ Եվ ընտրության ընթացքը հենց այդպես էլ գնում էր։ Նույնիսկ գյուղերում իրենք փլվեցին մինչև 50%։ Ու շրջաներում ես նկատի ունեմ։ Բայց դրանից հետո մոտ 800,000 ձայն հաշվեցին, իրենք ընդամենը 0.5% իջան ներքև։ Այսինքն սա նոնսենս է, այն էլ Երևանում հավաքած ձայներով, իրենք չպետք է գերազանցեին մեր հաշվարկով 42%-ը։ Դրա համար մենք սպասեցինք առավոտյան, ինչպիսի արդյունքներ են իրենք հրապարակելու, դրա համար այդ ժամերին ոչինչ չկատարվեց, որովհետև իրենք նույնիսկ այդտեղ գտնվեցին շատ հմուտ, կանգնեցրեցին հաշվարկը, դուք էլ հասկանում եք, որ անհասկանալի երևույթ էր 10% հաշվելուց հետո մարդը սառած դեմքով հայտարարում է, որ իրենք հաղթել են։ Մենք փորձեցինք սկզբից կողմնորոշվենք, որ սխալ քայլեր չանենք։ Կարող էինք սխալ քայլեր անել, երկիրը տանել ցնցումների, բայց դրանից հետո բոլորը մեզ մեղադրեին, որ մենք տարանք երկիրը նոր ցնցումների եւ նորի չհասանք արդյունքի։ Ոչինչ չի վերջացել, համառ պայքարը շարունակվելու է, գրագետ պայքարը շարունակվելու է եւ ես վստահ եմ, ինչ մենք ասել ենք նախընտրական process-ների ժամանակ, դա լինելու է։ Ձեր խոսքում վերջերս դատարանի առաջ դուք մի այսպիսի արտահայտություն եք արել, որ նաև ձեզ ինչ-որ առումով խաբեցին ոմանք։ Ուզում եմ հասկանալ, ում մասին էր, ովքեր են ձեզ խաբել եւ գուցե մեծ ակնկալիքներ են ձեզ խոստացել, բայց հակառակն է տեղ ունեցել։ Չէ, դա ընդամենը մի էպիզոդ էր, որ մենք հավատացինք, որ 1.5 միլիոն ձայնը մեզ տալիս է բացարձակ առավելություն։ Բայց մեր թիմակիցները բոլորդ հիշում եք արագ էֆիրում սկսեցինք հնչեցնել 1.5 միլիոնի մասին, մարդկանց լսեցնել տվեցինք այդ 1.5 միլիոնի մասին, ինչը հնարավորություն տվեց Փաշինյանին անել իր սև գործը, որովհետև եթե մասնակցությունը ցածր լիներ, իր հնարավորությունները մի քիչ ավելի սահմանափակ կլինեին։ Այդ սև գործը անելու։ Այս ընթացքում ես լսել եմ այդպիսի տեսակետ, հիմա հերքեք կամ հաստատեք, ասում եմ, որ քանի որ դուք հայաստանյան իրականության մարդ չեք, այսինքն քաղաքական գործունեություն ծավալելու համար լավ չեք ճանաչում եւ հայ հանրությանը եւ նաեւ քաղաքական դաշտին։ Նայեք,
մեզանից բացի, ու եթե Փաշինյանին հանենք, 18 քաղաքական շատ լավ ճանաչող ուժեր, տասնյակ տարիների փորձ ունեցող ուժեր մասնակցում էին նախընտրական փուլին։ Եվ այդ բոլոր ճանաչող ուժերը ընդամենը մեզանից բացի մեկ քաղաքական ուժ կարողացավ հաղթահարել Շեմը։ Այդ քաղաքական ուժից մենք մոտարապես 2.5 անգամ ավել ձայներ ենք հավաքել, չճանաչելով, չունենալով, նորից եմ կրկնում, ոչ մի մեդիա ռեսուրս, 0, դուք բոլորդ գիտեք, 0 մեդիա ռեսուրս, ոչ մի ուրիշ հնարավորություններ, միգուցե մենք էինք շատ լավ ճանաչում քաղաքական դաշտը եւ մեր ժողովրդին, որովհետեւ եթե մենք չունենայինք այդ փորձը, այդ հնարավորությունը, այդ տաղանդը, միգուցե մենք հիմա հավաքած կլինեինք 1-2%։ Դրա համար միշտ ձեր այդ թեզը, որ մենք ունենք փորձ, չունենք փորձ, Փորձը չճանաչելու մասին եմ։ Դե եթե չճանաչեինք, դուք վստահ եղեք, մենք չենք պարտվել։ Ես ձեզ նորից եմ ասում, մենք չենք պարտվել այս ընտրությունները։ Այս ընտրությունների արդյունքները, երբ իսկական մենք մի օր կհայտնաբերենք, այն ժամանակ մենք ցույց կտանք, մենք ճանաչում էինք, թե չէինք ճանաչում։ Հիմա մենք ունենք բոլոր դեպքերում ընդդիմադիր ուժերից առավելագույն ցուցանիշը։ Դրա համար մեզ ասել, որ մենք չենք ճանաչում, միգուցե դա մի քիչ նորմալ չէ։ Մենք արդեն շատ լավ ենք ճանաչում, մենք շատ լավ գիտենք ինչ կանենք, վստահ եղեք, բոլոր որոշումները մենք շատ մտածված ենք անում եւ հիմա էլ կանենք ճիշտ որոշումներ, հետագայում էլ կունենանք մեր հաղթանակ։